նորից նորապարկ եք վերել, հիմա հելնենք փողոց, նորից ընդդիմության մյուս ուժերին քաշեք։ Հիմա ուզում եմ հասկանամ, ստորագրությունները եղան, այս դեպքում եթե իրենք չհամաձայնեցին, դուք փողոց դուրս գալու եք, թե ոչ։ Հանրապետականը առանձին միայնակ դուրս գալու է։ Մի քանի անգամ ասեցի։ Հանրապետականը փողոցային պայքար չի դադարեցրել։ Ես նեղություն եմ ձեր ազգանունը, չգիտեմ դրա ազգանունով չեմ դեմ։ Հանրապետականը մեր փողոցային պայքարը չի դադարել։ Երբ որ ասում եք հիմա ասում եք փողոց, ոչի սկզբանե ենք ասել փողոց։ Դուք ինչ որ քաշել բառ օգտագործեցիք։ Ես չեմ հասկանում ինչի է այս ընկալումը։ Impeachment-ը ուղղված է մի մարդու դեմ, այդ մարդու անուն ազգանունն է Նիկոլ Վովայի Փաշինյան։ Մնացած ներողություն եմ խնդրում։ Ես անձամբ ընդդիմությանը երբեք ոչ բանում չեմ մեղադրել։ Եթե կան մարդիկ, որոնք պլանավորել են Նիկոլ Վովայի Փաշինյանին պաշտպանել, ես իրանց հետ ընդհանուր անելիք չունեմ։ Ինչ վերաբերվում էր մի հատ էլ հարց կա դեր ասացին։ Տեսնում եք, նույնիսկ դուք մոռացաք, որ հիշեմ պատասխանը։ Պարոն Մամիջանյան, տեսեք, ընդդիմադիր բոլոր փողոցային պայքարները, որոնք եղել են 20-ից հետո ստեյության եղել են ինչ-որ մի օրակարգ, որը իշխանությունը, այսինքն մի փուլում Արցախի հետ կապված խնդիրներ, հետո եղավ Նիկոլ Փաշինյանի նշաձողի հայտարարություն, այսինքն դրանք բոլորը հաջորդել են այն հայտարարություններին, որ արել կամ գործողություններին, որ արել է իշխանությունը։ Հիմա այս փուլում այդպիսի ինչ դուք կնշեք։ Գիտեք ինչի է այս հարցը առաջանում, հասկացել եմ հարցը։ Եվ ավարտեմ, պարոն Մամիջյան, դուք շարունակեք։ Եվ ուզում եմ հասկանամ, ձեր գնահատմամբ ինչ է պետք է մոտիվացնի, ստիպի, դուք կարող եք ձևակերպում ընտրել մարդկանց, որ լայն զանգվածներ նախընտրական այս փուլում իսկապես դուրս գան փողոցային պայքարի։ Ուրեմն կետ առաջին, վերջից սկսեմ։ Երբեք ինձանից չեք լսի, որ ես բողոքեմ, որ մարդիկ դուրս չեն գալի փողոց։ Եթե մարդիկ դուրս չեն գալի փողոց, դա մեր մեղքն է։ Հավաքական բոլոր քաղաքական ընդդիմադիր քաղաքական գործիչների։ Այդ տարբերակը ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով իշխանապողություն անել չեմ կարող, Հայաստանի քաղաքացիներին տարեք, Բելգիայի քաղաքացիներին բերեք, տեսեք ինչ եմ անում, այդ մեր դեպքում չի աշխատում։ Սա առաջին։ Երկրորդ հարցը վերաբերվում է պատճառներին։ Գիտեք ինչի է այդ հարցը առաջանում։ Այնքան շատ են այդ կայծերը, որ մեր բոլորիս ընկալիչները, զգայարանները, բթացելը լավ բառ չի, բայց էլ նույն սրությամբ չեն արձագանքում։ Դուք պատկերացնում եք մեր տարածքով անցնող տրանսպորտային հանգույցի, որը որոշ փորձագետներ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ անվանում են միջանց, հետ կապված քննարկումները եւ բանակցությունները Բաքվում տեղի են ունենում Ամերիկայի փոխնախագահ Վենսի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ առանց մեր մասնակցության։ Թուղթ-մուղթ այնտեղ ստորագրվում, քննարկում են քանի մետր, քանի կիլոմետր պիտի լինի։ Մենք չենք մասնակցում։ Մենք նկատում ենք Հայաստանը։ Հիմա դա ինքն իրանով կայծ չի։ Իհարկե կայծ է։ Հիմա չկա հանրային, ավարտեմ էլի, առավել եւս չկա հանրային ընդվզում այդ ամբողջին, Ես շատ մեծ դժվարությամբ կփորձեմ հիշել աշխարհի պատմության մեջ որևէ փողոցային պայքար հաջողությամբ պսակված, որից մի ամիս առաջ այդ կայծը նկատելի էր։ Կան դեպքեր, որ 3 օր առաջ այդ կայծը նկատելի չէր։ Կարելի է հավերժ նստել ու ասել, գիտեք ինչ, կայծ չկա, իսկ կարելի է այդ կայծը փորձել ստեղծել։ Դրանով մենք հիմա զբաղվում ենք։